Ամեն։ Գիտեք, մենք Պենտեկոստեի օրը որ տոնեցինք, ես խոստացա, որ Սուրբ Հոգու մասին պետք է խոսանք։ Եվ այսօր մի մաս կա Աստծո խոսքի մեջ, որ շատ կարևոր է իմանալը, եւ այսօր ուզում դրա մասին խոսամ։ Սուրբ Հոգու վերափոխող զորությունը ընդունելը։ Եթե մենք Սուրբ Հոգուն ուզում ենք ընդունենք, պետք է մի կարևոր բան Սուրբ Հոգուց մեր մեջ կատարվի։ Այդ ընդունակությունը, այդ ուզենալը, այդ փափակը, որ մենք կարողանանք ինչ լինենք, փոխված մարդիկ լինենք։ Եվ այսօր ես մտածեցի, որ Աստծո խոսքից ունենանք Հովանու ավետարան 3-րդ գլուխ, առաջի համարից մինչև 8-րդ համարը։ Ուրեմն այսպես ասում է, եւ փարիսեցիների մեջից մի մարդ կար, Նիկոդիմոս անունով, հրյաների իշխաններից մեկը։ Նիկոդիմոսը նա քահանա էր եւ ուզում էր Հիսուսին հանդիպել եւ ուզում էր իմանալ իրականությունը որն էր։ Ինքը փափակ ուներ, որ ճանաչեր Հիսուսին, արդեն իմանում էր, որ Սուրբ Հոգին ուժեղ ձևով գործում է Հիսուսի մեջ։ Իհարկե ինքը Սուրբ Հոգուց տեղյակ չէր, իմանում էր, որ ինքը Աստծո զորությունն ունի եւ ամեն գործ անում է Աստծո զորությունով։ Եվ գիշերը իր պատվի պատճառով, որ չլինի խայտարակվի, գիշերվան ընտրում է, որ գա Հիսուս Քրիստոսին հանդիպի։ Եվ ինքը հոգևորական էր, իշխան մի հատ անձնավորություն էր։ Եվ որ ասում են իշխան, այսինքն քահանաների եւ փարիսեցիների այդ խումբի մեջ, որ մա ճիշտ կարծես պարլամանի նման մի տեղ լիներ, ինքը անդամ էր։ Եվ գալիս է Հիսուս Քրիստոսի մոտ։ Ասում է սա գիշերով եկավ Հիսուսի մոտ եւ ասեց նրան. Ռաբբի, գիտենք որ Աստծուց եկած ուսուցիչ ես, որովհետեւ ոչ ոք չի կարող անել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի։ Ինքը ունի մահատ մոտեցում, որ իմանում է Հիսուս Քրիստոսը չորմատ բան չունի, չորմատ պատգամ չունի, մի բան կա մեջը։ Եվ ինքը ծարավ է, որ հասկանա այդ բանը, որ Հիսուսի մեջ է ինչպես է, բայց Հիսուս Քրիստոսը ինչպես է մոտենում նրան։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծո արքայությունը։ Շատ հետաքրքիր է, այդ մարդը խոսում է մի հատ օտար բանից, բայց Հիսուս Քրիստոսը մի հատ օտար թեմա է բացում։ Ասում է, եթե դու վերստին ծնունդ չունենաս, հավիտենական կյանքին արժանի չես լինի։ 4-րդ համարը Նիկոդիմոսն ասեց նրան. ինչպես կարող է մարդը ծնվել, երբ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել եւ ծնվել։ Իր համար հարցնական էր։ Ինչպես կլինի մի մարդ նորեն ծնվի, չէր կարողանում հասկանալ այդ բանը ինչպես պետք է կատարվի։ Այսօր էլ կարող է մեզ համար շատ հարցեր կա, բայց հույսով որ այսօր ամբողջ մեր հարցերի պատասխանը կարողանանք գտնել։ Հիսուսը պատասխանը ճշմարիտ, էլի նորեն Հիսուսը շեշտում է, ճշմարիտ ասում եմ, ճշմարիտ։ Ուրեմն եւ որ Հիսուս Քրիստոսը ճշմարտության մասին է խոսում, ասում է իսկականից ընծեսա որ ես ասում եմ։ Ուզում ես հավատաս, ուզում ես չհավատաս։ Ես քեզի ասում եմ, այս խոսքը ճշմարտություն է։ Եվ այսպես ասում, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է եւ հոգուց ծնվածը հոգի։ Մի զարմանա, որ քեզ ասեցի պետք է վերստին ծնվես։ Քամին փչում է, ուր որ կամենում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Այսպես է ամեն մեկը, ով որ ծնվում է հոգուց։ Կարող է այս թեման շատ ենք մենք կարդացել եւ որոշ մոտեցումներ ունեցել ենք այս թեմային, բայց այսօր ուզում եմ շատ խորտ ձևի այս քանի հատ մասը իրար հետ նայենք, ասենք արդյոք մենք լավ ենք հասկացել վերստին ծնունդը թե չէ։ Այսօր հետաքրքիր էր, այսօր ես քարոզը պատրաստել էի, Կարմելայի եղբայրը Գերմանիայից զանգավ ինձ ասավ վերստին ծնունդը նախքան հավատ կա, թե վերստին ծնունդը հավատքից հետո է։ Ասում եմ, պարսիկ քարոզիչ ասում էր առաջ պետք է վերստին ծնվես, հետո հավատաս։
ասում Աստծո խոսքի մեջ այդպես չի, առաջ պետք է հավատաս, հետո վերստին ծնունդը կարողանա մեջ կատարվի։ Ճիշտ կարծես Աստված այսօր ուզում էր, որ այս թեման բացվեր, եւ ես շատ ուրախ եմ, որ Սուրբ Հոգին գործում է։ Ուրեմն իմացանք, որ Հիսուս Քրիստոսը շեշտում է Նիկոդիմոսին, որ վերստին ինչ ունենա, վերստին ծնունդ ունենա։ Հովհաննեսի 3:3-ը առաջի կետը այսօրվա մեր քարոզին է։ Ինչ է նշանակում վերստին ծնվել։ Նիկոդիմոսը մտածեց, թե Հիսուսը խոսում է երկրորդ անգամ ֆիզիկական ծնվելու մասին, բայց Հիսուսը խոսում էր հոգևոր ծննդյան մասին։ Գիտեք, մարդիկ մոտեցում չունեն հոգևոր, միջով որ Աստված իրանց հետ չխոսի, Աստու ճշմարտությունը իրանք չհասկանան, իրանց մոտեցումը սահմանափակ է իրանց մտքի մեջ, սահմանափակ է իրանց գիտության մեջ։ Եվ Հիսուս Քրիստոսը օտար աշխարհից մի բան է ներկայացնում այդ մարդին։ Այս մարդը ոչ մեծ ձևի մոտեցում չունի վերստին ծնվել, այսինքն ինչ։ Կարող է այսօր մեր մեջ էլ մարդիկ լինեն, որ չեն իմանում վերստին ծնվելն այսինքն ինչ։ Այսօր կիմանանք եւ քննենք մեզի։ Այսօր հաղորդություն ունենք եւ ուզում եմ որ լավ հասկանանք վերստին ծնունդը, հետո կարողանանք մասնակցենք հաղորդությանը։ Վերստին ծնվելը նշանակում է 1. Սուրբ Հոգուց նոր կյանք ստանալ։ Արդյոք մեր հին կյանքը շարունակում ենք թե ոչ։ Ես հիշում եմ, երբ որ ապաշխարեցի, մի հատուկ բան իմ մեջ սկսավ։ Ճիշտ կարծես ես էլա մի նոր մարդ, իմ սովորություններս վերջացավ։ Այն բանը որ կարծում եմ իմ համար ուրախությունը, ձևը փոխվեց։ Ճիշտ կարծես աշխարհը տվել էին ինձ, փողոցում երբ որ դուրս եկա, վազել են գնացի տուն։ Մի բան կարծես իմ մեջ փոխվել էր, տագնուվեր էր ինձ։ Ուրեմն մեկը որ հոգուց ծնվում է, Սուրբ Հոգուց նոր կյանք է ստանում։ Երկրորդ բանը սիրտը եւ միտքը իրանը փոփոխությունը ապրում, կարողանում է փոփոխություն ստանալ։ Երրորդ բանը Աստծո զավակ է դառնում։ Չորրորդը նոր հարաբերություն ունել Աստծո հետ։ Անցյալում ինչ որ եղել ենք, կարևոր չի։ Ապաշխարությունից հետո ինչ ենք ապրում շատ կարևոր է։ Սուրբ Ոգին գալիս է եւ սիրտն ուզում է որ մեր միտքը փոխվի։ Սիրտն ուզում է որ մեր վարվելակերպը փոխվի։ Սիրտն ուզում է որ մենք նոր կյանք ունենանք։ Արդյոք նոր կյանք կա մեր մեջ թե ոչ։ Եթե հին սովորությունները դեռևս մեր մեջ ապրում է եւ մենք քաշվում ենք դեպի մեր հին սովորություններին, ուրեմն դեռևս վերստին ծնունդի համար էլի պետք է որ մտածենք եւ ավելի լավ պետք է ինչ անենք, հանձնվենք Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին գալիս է որ մեր կյանքը տագնուվեր անի։ Սուրբ Հոգին գալիս է որ մեր խոսքերը փոխվի, գալիս է որ մեր միտքը փոխվի, մեր սիրտը փոխվի, մեր վարվելակերպը փոխվի։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի հատ եղբայր ինձ հրավիրավ ասավարի մեր եկեղեցին Սուրբ Հոգու լեցնության մասին քարոզի, եւ որ գնացի, այսպեսի ասացի, եթե դուք ներս եք մտնում եկեղեցում եւ չեք բարևում միմյանց, ուրեմն դուք պատրաստ չեք որ Սուրբ Հոգով մկրտվեք։ Եթե գալիս եք ներս մարդկանց նայում եք ցած աշկով, դուք պատրաստ չեք որ Սուրբ Հոգով մկրտվեք։ Եթե գալիս եք դուք ավելի ցեզի բարձր կարծում օտարներից դեռևս պատրաստ չեք։ Ուրեմն եթե մենք Սուրբ Հոգով լսված ենք եւ Սուրբ Հոգին մեր մեջ գործում է եւ վերստին ծնունդ ունենք, մեր միտքը փոխված է։ Ամեն։ Ամեն։ Ձեր միտքը փոխված է թե ոչ։ Ես կուրախանամ որ ամենիդ միտքը կատարյալ թվով փոխված լինի եւ վերստին ծնունդը այդպես որ Հիսուսն ուզում մեր մեջ կատարված լինի։ Սիրտը փոխվում է։ Մեր սրտի ուզեցածները փոխվում են։ Արդյոք մենք էլը մտածում ենք որ հետ դառնանք մեր անցյալի կյանքի մեջ թե ոչ։ Աստծո զավակ ենք դառնում։ Սուրբ Հոգին որ գալիս է, մենք դառնում ենք Աստծո զավակ։ Հովաննու ավետարան առաջի գլուխ 12-րդ համարի մեջ ասում է նրանք որ հավատացին Հիսուսին, Աստված նրանց զորություն տվավ որ ինչ լինեն, Աստծո զավակներ լինեն։ Մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հայտնության մեջ մեզ սարքում է ինչ, սարքում է Աստծո զավակներ։ Եվ որ մենք ասում ենք Աստծո զավակներ ենք, Սուրբ Հոգին մեր մեջ գործում է, այսինքն Աստծո բնությունն ենք մենք վերցնում։
աստվածային բնություն։ Արդյոք կարող ենք աստվածային բնություն ունենանք թե ոչ։ Եթե մենք աստվածային բնություն չկարողանանք ունենալ, երբեք Հիսուսը չէր ասի, որ այն բանը, որ ես արեցի, դուք էլ կանեք։ Հիսուսն ասում էր, որ ինձանից ավելի մեծ բաներ կարող եք դուք անել։ Ես չեմ տեսնում մենակ առաքյալներին Հիսուսն ասած լինի, որտեղ գործառաքելության մեջ եւ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ որտեղ որ գնում էին առաքյալները եւ հավատացյալները, իրանց հետ զորություն էր գալի, իրանց հետ փրկություն էր գնում։ Մարդիկ կարողանում են Հիսուս Քրիստոսին հավատալ։ Եվ այսօր մենք կանչված ենք այդպեսի մի կյանքի համար։ Աստծո բնությունը պետք է վերցրած լինենք։ Ուրեմն 4 բան առաջի կետի մեջ կատարվում է։ Սուրբ Ոգին նոր կյանք է տալի, մեր սրտերը փոփոխում է, Աստծո զավակ ենք դառնում, նոր հարաբերություն ենք ունենում Աստծո հետ։ Մեր հարաբերությունը Աստծո հետ ինչի վերաբերյալ է։ Արդյոք մեր հարաբերությունը դրան է կապված, որ Աստված այսօր իմ կարիքներից պատասխանը տվավ թե ոչ։ Շատերն ասում են, ինչ աղոթում եմ, Աստված պատասխան չի տալի։ Աստված պատասխան է տալի, գիտեք ինչպես է։ Երբեմն ասում է չէ, երբեմն ասում է դեռևս հիմա չէ, եւ երբեմն ասում է այո, ես կանեմ այս բանը քո համար։ Զարմանալի բանը սա է, մենք կարծում ենք, որ ամեն անգամ Աստծո մոտ գնալը, մենք ինչ որ ասում ենք, Աստված պետք է պատասխանի, այդպես չի։ Եթե այդպես լիներ, Հիսուսը տերունական աղոթքի մեջ չէր ասել, որ ինչպես որ քո կամքն է երկնքում, այդպես էլ երկրի վրա լինի։ Մենք կստանանք, լավ ուշադրությունով լսեք, մենք կստանանք այն բանը, որ Աստված տա մեզի, որ մենք փափագում ենք Աստծո արքայության գործը կատարենք երկրի վրա։ Ամեն։ Եթե սիրտներդ ուզում է Աստծո գործը կատարեք երկրի վրա, աղոթեք կստանաք։ Եթե ծարավ ունեք, որ Աստծուն ծառայել, եթե ծարավ ունեք, որ դառնաք քարոզիչ, դառնաք, չգիտեմ, ավետարանիչ, այդ փափագով գնացեք Աստծո ներկայության մեջ, որտեղ Աստված տեսնում է քո կարիքները։ Աստված իմանում է, որ մեր սառնարանի մեջ ուտելիք կա թե չկա։ Աստված իմանում է, որ իմ երեխես կոշիկ ուզում է թե չի ուզում։ Աստված ամեն բանը նկատում է։ Իր աչքերը ման է գալի եւ շրջում է։ Եվ գիտեք ինչ ասում Հիսուսը, ասում է, որ Հայրս գործում է եւ ես էլ գործում եմ։ Տիրոջ գործը այսօր մեզ հետ է։ Տիրոջը ստեղծագործությունը կատարվավ, ամեն։ Ամեն ինչ հնարավ։ Եթե Պենտեկոստեի օրը հիշեք, ես ասացի, որ Տիրոջ գործը վերջինը, որ շատ կարևոր է, ստեղծավ եկեղեցուն, ամեն։ Տերն արել է։ Ուրեմն ինքը նայում է, ինքը գիտի, մենք ինչի պակաս ունենք, ինչի համար պետք է մտածենք եւ ամեն այդ բաները այն կողմ դրած Տերը փնտրում է այս սրտերին, որ փափակում են մի բան անեն Աստծո արքայության համար։ Գիտեք, եկեղեցիներում սովորություն էսպես է, հույսով եմ, որ ամենտեղ էսպես չլինի։ Մարդիկ կարծում են, եթե մատ նվեր են տալիս, բավական է։ Աստված մեր նվերների պետքությունը չունի, ամեն։ Աստված պետք չունի մեր զոհաբերություններին։ Աստված պետք ունի մեր հավատարմության եւ մեր մտածելակերպը ուղղելով ինչին, ուղղելով Աստծո ծրագիրին։ Դուք ինձ կվստահեք, դեռ բոլոր կյանքը տակ ինձի, դեռ փողեր տվեք ինձ կվստահեք։ Չեք վստահի։ Բայց Աստված ինչպես վստահ, որ իր արքայության գործը տվավ մեզ։ Ինչ կա մեր մեջ։ Կարող ենք մտածենք դրա մասին։ Ինչպես է լավ Աստված մեզի վստահա։ Գիտեք Հիսուսն ինչ ասում է, դուք չեք որ ինձ ընտրել եք, ես եմ ձեզ ընտրել։ Եվ ասում է դուք կգնաք, պտուղ կբերեք։ Եթե ձեր պտուղը մնա, տեսեք շատ կարևոր է։ Ասում է եթե ձեր պտուղը մնա, այն ժամանակ ինչ որ իմ հորիցը խնդրեք, ձեզ կտրվի։ Ուրեմն պտուղ բերելը Աստծո արքայության հետ մասնակից լինելը մի տալի։ Հասկանալի է։ Ուրեմն եթե մենք զբաղվում ենք այդ բաներով, մեր միտքը գնում է Աստծո արքայության համար, Աստծո վստահությունը չի կորում մեր վրա եւ մենք շարունակում ենք Աստծո գործը երկրի վրա։ Եթե փափակում եք մի բան անեք Աստծո համար, կատարյալ թվով արեք եւ կտեսնեք, որ Աստված զարմանալի գործ անելու ձեր մեջ։ Ես հիշում եմ Պարսկաստան աղոթեցի, ասի Տեր, ինձի առիթ տուր, որ ազգերի առաջ կոմացի վկայեմ։ Ազգերի առաջ ամբողջ իմ վկայությունս պատմեմ։ Զարմանալի է, ես կարծում եմ այդ օրում հազարավոր մարդիկ պետք է կանգնեն եւ ես էլ կանգնեմ իմ կյանքից վկայությունը տամ, ամեն էլ ինձ ծափարեն։ Բայց այդպես չեղավ։
Աստված ինձ բերավ Ամերիկա, մտեղա տար ինձ որ փոք խումբեր ամբողջ աշխարհից գալիս են եւ ինձանից հարցնում են կյանքից վկայությունն ինչ է։ Եվ այս փոք խումբերի մեջ կիսվում եմ այն բանը, որ Աստված իմ կյանքի մեջ արել է։ Եվ գիտեք, քանի երկրից մարդ է եկել այդ աղոթքի տեղ, որ մենք ծառայում ենք, 200 երկրից մարդ է եկած։ Եվ առիթ է եղել, որ կարողանամ իրանց հետ կիսվում եմ բանը, որ Աստված իմ միջոցով արել է, եւ ինքը արել է, ես քայլել եմ իր հետ։ Եվ հավատացեք այդ բանը, որ Աստված ուզում է մի նոր կյանք տա մեզի։ Աստված ուզում է մի նոր միտք տա մեզի, մի նոր սիրտ տա մեզի։ Մի սիրտ, որ փափակում է Աստծո հետ քայլի։ Մի սիրտ, որ փափակում է Աստծո գործի մասնակից լինի։ Ուրեմն Կարոզից երկրորդ նյութը Հովաննու ավետարանը 3-րդ գլուխ 5-րդ համարացնում է ջրից եւ հոգու ծնվելը։ Ջրից եւ հոգու ծնվելը։ Հիսուսն ասում է, եթե մարդը ջրից եւ հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայությունը, այ քեզ բան։ Ուրեմն այդպես չի մենք մենակ հավատանք, չէ՞։ Պետք է թե ջրով, թե հոգով մենք ծնվենք։ Այսօր կհասկանանք հոգու եւ ջրի ծնվելն այսինքն ինչ։ Հիսուսը սովորեցնում է, ումին է սովորեցնում։ Մի ծերունի մարդի, ինքը արդեն հрьяաների մատ բաներից էր, ղեկավարներից էր։ Եվ Հիսուսը ասում է դու որ ղեկավար ես, պետք է իմանաս այս բաները։ Բայց ասեք ինչ է ասում։ Հիսուսը սովորեցնում էր, որ մարդուն անհրաժեշտ է Աստծո մաքրող եւ վերափոխող աշխատանքը, լավ իմանանք։ Մենք պետք ունենք Աստծո աշխատանքին, որ մեր վրա է կատարում։ Ամեն։ Աստված իր մեջ փափակ ունի, որ մի բան անի մեզ համար։ Աստված առատաձեռք Աստված է։ Աստված այսօր էլ ուզում է մեզի տաշի, այսօր էլ ուզում է փոխի։ Բրուտի տունը հիշում եք, ասում է ցեխը վերցրել էր եւ բրուտը ինչ էր անում, ասում է ցեխով մի հատ աման էր սարքում։ Այնքան սարքեց, որ իր ուզեցած բանը կարողացավ ստեղծի։ Աստված այսօր մեզ հետ գործում է։ Տերը այսօր մեզ հետ գործում է։ Մարդուն անհրաժեշտ է, որ Աստծո մաքրող եւ վերափոխող աշխատանքը կատարվի իր Սուրբ Հոգու միջոցով։ Միայն արտաքին կրոնական կյանքը բավարար չի ամեն մեկիս համար։ Անհրաժեշտ է մեր ներքին աշխարհը փոխվի։ Հիսուս Քրիստոսի համար շատ հեշտ էր։ Աշակերտները 3 տարուկես Հիսուս Քրիստոսի հետ էին եւ Հիսուս Քրիստոս դրանց ինչ արավ աշակերտը։ Շատ հեշտ էր Հիսուսն ինչ աներ։ Մատ փչեր, այդ մարդիկ զորություն առնեին եւ սկսին Աստծո գործը բաց։ Հիսուս այդպես շարավ։ Որտեղ մեր ազատությունը Հիսուս Քրիստոսը հարգում է եւ սկսեց ինչ անել, սկսեց դաստալ նրան, սկսեց իրանց կյանքը փոփոխություն տալ, սկսեց իր դասերով մարդկանց այդպեսի մի բան անի, որ իրանք կարողանան սրտանց եւ փափակով Հիսուսի գործը կարողանան կատարել երկրի վրա։ Պետրոսին մենք ամեն անգամ մեղադրում ենք, բայց ամեն մեկս կարող է Պետրոսի նման մի անձնավորություն լինել։ Շուտ որոշում անենք, շուտ մտածենք, որ ես ամեն բան կարող եմ։ Բայց պետք է որ Հիսուսի նայվածքը մեր օր ընկնի մեր աչքերին։ Սպասենք այդ օրը, որ Հիսուս Քրիստոսը մենակ մի հատ նայվածքով նայում է մեզի։ Եվ դրա համար փափագենք, դրա համար աղոթենք։ Երբեմն մարդիկ ասում են ես գալիս եմ եկեղեցի Հիսուս Քրիստոսի երեսը փնտրեմ։ Բայց Հիսուս Քրիստոսի երեսը մենք կարող ենք մեր տոնում փնտրենք։ Եվ այդ ժամանակ ասենք Տեր, արի եւ փոփոխություն արա։ Ուզում եմ դեմ արդեն քեզի հանդիպեմ։ Ինձ համար պատահել է 2 անգամ։ Հիմա էլ փափագում եմ Տեր Հիսուս, մի անգամ էլ գոնե։ Եվ պատահած Հիսուսն ասում է շնորհքս քեզ բավական է։ Թողնենք որ այդպեսի փնտրենք Հիսուսին եւ մեր կյանքը փոխվի։ Պետրոսը եւ որ դատարանի բակում էր, Հիսուսը արդեն խոսացել էր որ դու ինձ կուրանաս։ Եվ որ ակլորը կանչեց եւ արդեն Պետրոսը 3 անգամ ուրացել էր եւ Հիսուսը հետ արավ նայավ իրան եւ այդ նայվածքը Պետրոսի կյանքը տակնուվեր արավ։ Եվ այսօր Սուրբ Ոգին ուզում է որ մեր ամբողջությունը, մեր սիրտը, մեր էությունը փոխվի եւ այն լինի որ ճիշտ Պետրոսի նման
որ մենք կարողանանք կանգնել եւ հազարավոր մարդկանց առաջ խոսանք Հիսուս Քրիստոսի մասին։ 3 անգամ ուրացավ, 3 անգամ դավանեց, որ դու Տեր ես, ես քեզ սիրում եմ, եւ 3000 հոգի մարդ այդ դավանանքի վրա ապաշխարեցին եւ իրաց կյանք տվեցին Հիսուս Քրիստոսին։ Մեկ օրում ամփոխ չմկրտվեցին։ Եթե գործարկելուց երկրորդ գլուխն այն։ Մեկ օրում 3000 մարդ միացան եկեղեցուն։ Տերը ուզում է գործի եւ փոփոխություն բերի մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ուզում եք թե չէ։ Դժվար բաներ ենք այսօր կարոզում, չեմ անում։ Ջուրը մաքրության խորհրդանիշ է։ Համաձայն եք ինձ հետ։ Ջուրը եթե չլինի, ինչքան վատ է, չէ՞, ոչ էպուտուխ են կարող անել, ոչ կարող են լվաս կանենք, ոչ կարող ենք մեզի մաքրենք։ Ջուրը մաքրության խորհրդանիշ է։ Շատ քրիստոնյաները հավատում են, որ այս համարների մեջ ջուրը խորհրդանիշ է մեղքերից մաքրվելը։ Այսինքն Աստծո գործը գալիս է եւ սկսում է մեզի մաքրել։ Իսկ հոգին նոր կյանքը ստանալն է։ Աստված դեռ հին կտակարանում ասել է։ Աստված հին կտակարանում այսպես ասում։ Մաքուր ջուր պետք է սրսկեմ ձեզ վրա։ Եվ դուք պետք է մաքրվեք։ Իմ հոգին պետք է դնեմ ձեր մեջ։ Եզեկիելի 36-րդ գլուխ 25 եւ 25-ից 27 կարող եք դուք կարդալ։ Այսպեսով Աստված ոչ միայն ներում է մեր մեղքերը, այլ նաև փոխում է մարդու սիրտը Սուրբ Հոգու միջոցով։ Ջուրը գալիս է եւ մաքրում է։ Ջուրը գալիս է եւ լվանում է։ Սուրբ Հոգին գալիս է եւ լվանում է։ Ջուրը եւ Սուրբ Հոգին միասին ինչ են անում։ Հիսուսի հիմնական միտքը այս էր, որ մարդը չի կարող իր ուժերով փոխել իր բնավորությունը եւ չի կարող ինքը իրեն փրկել։ Անհրաժեշտ է, որ Աստված ինչ անի, որ Աստված մաքրի մարդուն։ Պետք է Աստված մեզ մաքրի։ Դուք ինչ էլ ջանկանեք, առանց Սուրբ Հոգու չեք մաքրվի։ Ես ինչ ջանկանեմ, առանց Սուրբ Հոգի չեմ կարող մաքրվի։ Եվ Աստծո նպատակը սա է, որ իր Հոգու միջոցով մեզի մաքրի, մեզի սրբագործի։ Հոգու միջոցով ներումն է մեր ամբողջ մեղքերը։ Եվ Հոգու միջոցով է, որ Աստված նոր սիրտ է ստեղծում մեր մեջ։ Եվ Սուրբ Հոգու զորությունը լցնում է մեր մեջ։ Սա է վերստին ծնունդի կարևոր նյութներից։ Վերստին ծնվել է այդպես է նշանակում։ Երրորդ թեման, որ այս քարոզի մեջ ունենք, ինչ է տեղի ունենում վերստին ծնված մարդու կյանքի մեջ։ Երբ մարդը վերստին է ծնվում, ինչ է պատահում։ Կարող եք մեկ առ մեկ դուք քննեք ձեզի։ Եթե այս մեկից այս քանի հատից մեկը ձեր մեջ չկա, պետք է որ ավելի ժամ տակ եւ թողնեք Աստված ձեր մեջ գործի։ Սիրում է Աստծուն, այն մարդը որ վերստին ծնունդ ունի, Աստծուն սիրում է։ Արդյոք մենք սիրում ենք Հիսուս Քրիստոսին, սիրում ենք Աստծուն թե ոչ։ Ամեն։ Վստահ եք, ասեմ, հարցնեմ հիմա։ Հիսուսն ասում է, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքներս կպահեք։ Հիսուսի պատվիրանքներ պահում ենք։ Արդյոք Հիսուսի պատվիրանքները մեզ համար դժվար է թե քաղցր է։ Հիսուսն ասում է, իմ լուծս քաղցր է, վերցրեք իմ լուծը եւ ձեր սրտերի մեջ խաղաղություն կգտնեք։ Արդյոք վերցրենք Հիսուսի լուծը։ Հիշում եք լուծի մասին խոսեցինք, եւ որ ասում է Հիսուսն ասում է, վերցրեք իմ լուծը, նշանակում է, որ ես քայլում եմ Հիսուսի հետ։ Այսինքն մեկ կողմը այդ լուծինը իր վզին է, մեկ կողմը մեր վզին է։ Ինքը տանում է եւ մենք էլ իր հետ ենք գնում։ Չի Հիսուս Քրիստոսը մեր վրա բեռ դնում։ Ինքը բեռի մեկ կողմը կանգնած է, մեզ համար կանգնած է։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, պետք է պատվիրանքների մասին լավ մտածենք։ 10 պատվիրանքի մեջ մի կարևոր կետ կա։ Ես ամենին ասում եմ, էլի նորեն քշեշտեմ, այնքան կասեմ, որ ժողովուրդը ընդունեն է։ Ասում եմ Աստծո օրը տուր Աստծուն։
Եվ մենք թողնում ենք մեր փտած օրն ենք տալի Աստծուն, այդպես չի։ Ճիշտ եմ ասում թե ոչ։ Ես հիշում եմ միշտ մենք որոշեցինք մեր ապաշխարությունից հետո որոշանք։ Կիրակի օրը Աստծո օրն է։ Ոչ մենք հյուր ենք ընդունում, ոչ հյուր ենք գնում։ Եթե մենք հավատարիմ մնանք այդ բանի մեջ, Աստված կսկսի մեզ հետ գործել։ Կիրակին Աստծո օրն է։ Եթե հին ուխտի մեջ շաբաթն էին պահում, այսօր հավատացյալները Կիրակի օրն են պահում։ Կիրակի օր պահելն այսինքն ինչ։ Այսինքն միաբանվում ենք Աստծո երեսը փնտրելու, այսինքն միաբանվում ենք Աստծո հրաշքը մեր մեջ կատարվելու, միաբանվում ենք հատուկ բաների համար աղոթելը, եւ այս է նշանակում Աստծո օրը պահել, մտածել Աստծո ծրագիրի մասին։ Ինչու համար է քարոզ լսում։ Քարոզ լսելը դրա համար չի, որ դուք ժամ անցացնեք։ Քարոզ լսելը դրա համար է, որ ձեր բնությունը փոխվի, իմ բնությունը փոխվի, եւ Աստված ուզում է, որ մենք հասկանանք եւ սիրենք նրան։ Երկրորդ բանը, որ մենք պետք է իմանանք, եթե Սուրբ Հոգու միջոցով վերստին ծնունդ ունենք, ցանկանում ենք հնազանդել Աստծուն։ Հնազանդում ենք Աստծուն թե ոչ։ Կարող ես թշնամուց սիրես։ Ձեր կեսուրին, կեսրարին, չգիտեմ։ Կարող եք սիրեք թե չէ։ Երբեմն մենք մեր ընտանիքի անդամներին չեն կարողանում սիրել։ Ամուսինները չեն կարողանում սիրեն միմյանց։ Ինչքան կարևոր է, որ այս բաները մեզ համար կարևոր լինի։ Թշնամուտ կարող ես սիրես։ Պետք է մտածելով ասենք։ Ասում են Դաեշը, ISIS-ը, որ հարձակվել էր եւ մարդկանց կոտորում էր Սուրիայում, մեկ խումբ ավետարանիչ գնացել էին այդ դժվար օրերի մեջ եւ անապատի մեջ մատ այդ ISIS զինվորներից, որ ընկած էր, գետին վիրավորված, իրան շլակում են։ Այս մարդը սպանում էր քրիստոնյաներին։ Այս մարդը վիզեր կտրում, բայց նրան շլակում են, հասցնում են հիվանդանոց։ Եվ այնտեղ ասում է դուք ով եք, ասում են քրիստոնյա ավետարանիչներ ենք։ Եվ սկսում է արտասվել եւ իր սիրտը տալիս է Հիսուս Քրիստոսին։ Ինչի համար, որտեղ տեսել էր իրանց սերը ինչպես է տարբերվում այդ բաներից, որ իրանք էին անում։ Եթե վերստին ծնունդ ունենք, հեռանում ենք մեղքից։ Հեռանում ենք մեղքից։ Մեղքը հաճելի է, չէ՞։ Ու որ կարող ասի, չէ, սուտ ասում։ Մեղքը հաճելի է։ Միջով մենք այս մարմնի մեջ ենք, ցանկությունը կա։ Բայց վերստին ծնված մարդը խփում է ցանկության գլխին։ Չի տողնում ցանկությունը գլուխ բարձրացնի։ Բայց մենք հեշտության պատազ խափնվում ենք սատանայի ձեռքով եւ ինքը որոշ խաղալիքներ է տալի մեզի եւ դրանցով զբաղվում ենք։ Ոմանք ասում են այդքան որ Հիսուսին հավատում են բավական է։ Ոչ։ Մենք կռիվ ունենք։ Եփեսացիս 6-րդ գլխի մեջ ասում են մեր կռիվը ինչի հետ չի։ Ասում են արյան ու մարմնի հետ չի, մեր կռիվը հոգևոր իշխանությունների հետ երկնավոր տեղերում։ Մեր կռիվը այդպեսի մի կռիվ է։ Եվ չի լինի այդ մեջտեղը կանգնել եւ ասենք, «Օ, ես փրկված եմ»։ Հիսուս դու կռվի։ Հիսուս իր կռիվ կատարել է։ Ամեն։ Հիսուս իր կռիվ կատարել է, մնացածը տվել է մեր ձեռը։ Ճիշտ կարծես Հիսուսը եկել է այդ երկիրը, որ պետք է վերցրել է, հանձնել է մեզի։ Հիմա հանձնելուց հետո արդյոք մենք հավատարիմ, որպեսզի Աստծո ներկայացուցիչ կարողանում ենք դրան պահենք թե ոչ։ Գիտեք մեղքը ինչ է նշանակում։ Շատ հեշտ կարող ենք մեղքը այսպես ասենք։ Մեղք այսինքն դուրս գնալ այդ շրջակայքից, որ Աստված դրել է մեզի տեղ, որ մեզի պահպանի։ Այսինքն մենք դուրս ենք գալի այդ շրջակայքից, այդ սահմանից դուրս ենք գալի, գնում ենք մետեղ, որ Աստվածը ոչ մեկ գործ չունի մեզ հետ։ Մեղքը այսպես է նշանակում։ Եվ եթե վերստին ծնունդ ունենք, երբեք այդ պատից մենք չենք անցնում այն մյուս կողմը։ Երբեմն հավատքի կյանքը ճիշտ մի հատ բան դլի, այդպես չի, գնացինք այսօր մի հատ լավ խմեցինք։ Պատազը այդպես է լինում։ Ճիշտ եմ ասում թե չէ, սրանք իրականություններ է։ Չեմ ասում, որ հավատացյալները պիտի մեղ գործեն, թե չգործեն, բայց մարդի բնությունն է։
Սա իրականությունները, որ մեր կյանքի մեջ կատարվում է։ Ուրեմն մենք մեր վերստին ծնունդը պետք է պահենք, ինչպես մի դայմենդ ենք պահում։ Քանի հոգի խաղաղություն ունեն այստեղ։ Ես տեսնում եմ մարդիկ կան մեր մեջ, որ խաղաղություն չունեն։ Այդպես չի։ Սուրբ Հոգու ծնված մարդը իր մեջ խաղաղություն կա։ Այդ միած նշանն է, որ Սուրբ Հոգով ծնված ենք, խաղաղություն կա մեր մեջ։ Այսինքն մենք կռիվ չունենք մեզ հետ, կռիվ չունենք Աստծո հետ, կռիվ չունենք մեր շրջակայքի հետ, կռիվ չունենք մեր բնության հետ, Աստծո խաղաղությունը մեր վրա տիրում է։ Եվ ճիշտ կարծես մատ աղբյուրից դարձել ենք մի ծով։ Մի ծով, որ չի կարող մատ երեխա այդ ծովին ալիք ստեղծի։ Ուրեմն եթե խաղաղություն չկա մեր մեջ, Տիրոջից ուզենանք Տեր Աստված վերստին ծնունդից զորությունը թափածրի ինձ վրա։ Եվ կտեսնենք, որ Աստծո գործը սկսի կատարվել մեր մեջ։ Եվ վերջին նշանը վերստին ծնունդի համար փոխվում է նրա կյանքը եւ բնավորությունը։ Ես հիշում եմ Պարսկաստանում, ասում են լավ, եթե քո բնավորությունը այդպես է, քո տկարությունն է, տկարությունից դե ապրի։ Բայց Սուրբ Հոգին այդպեսի չի անում։ Սուրբ Հոգին տկարությունը վերացնում է, մարդու բնությունը փոխում է եւ մեզի սարքում է նոր մարդ։ Եթե ջղայն ենք, պետք է աղոթենք, Տեր Աստված իմ ջղայնությունից վերցրու։ Եթե նախանձ եմ, աղոթեմ, Տեր Աստված, նախանձ եմ։ Գիտեք, շատ եմ ասում ես, նորեն կկրկնեմ։ Մենք մեր իրական մարդը, որ մեր մեջ է, տանում ենք մատ բանի մոտ, մատ Աստծո մոտ, որ իրական Աստված է, Սուրբ Գրքի Աստվածն է։ Բայց երբեմն մենք այդ իրական մարդին չենք ներկայացնում Աստծո առաջ։ Մի կեղծ մարդու ենք տանում Աստծո առաջ։ Երբեմն մենք ասում ենք, Տեր Աստված, ես քեզ շատ եմ սիրում, բայց մեր մեջ այդ սերը չկա։ Տեր Աստված, ես էս եմ անում, այն եմ անում, բայց մեր սրտի տակը այդ բանը չկա։ Մենք չենք կարող Աստծո հետ խաղալ։ Եվ այն Աստվածը, որ մեր մտքի մեջ մենք սարքել ենք, պետք է Սուրբ Գրքի Աստծո հետ համապատասխան լինի։ Այն Աստվածը, որ սեր է, այն Աստվածը, որ ողորմություն է, այն Աստվածը, որ արդարություն է, այն Աստվածը, որ սուրբ է։ Հարկ Հիսուսին հոգնած եք ջրից եւ հոգու ծնվելը նշանակում է, որ Աստված մաքրում է մարդուն մեղքից եւ Սուրբ Հոգու միջոցով նրան տալիս է նոր հոգեվոր կյանք։ Ուրեմն լավ հասկացանք այս բանը, չէ՞։ Ջրի մկրտությունը, ջուրը ներողություն, ջրի մաքրությունը ինչ է նշանակում։ Սա այն նոր ծնունդն է, որի մասին Հիսուսը խոսում է Նիկոդիմոսի հետ։ Ջուրը խորհրդանիշ է Աստծո խոսքը։ Որոշ քրիստոնյաները ասում են ջուրը ուղղակի Աստծո խոսքն է։ Հիմա մենք ունենք համարներ, որ պիտի կարդանք դրա մասին, առաջի Պետրոս, առաջի գլուխ 23-րդ համարը։ Վերստին ծնված լինելով ոչ թե ապականացու սերմից, այլ անապականից Աստծո կենթանի եւ հավետանական խոսքի միջոցով։ Աստծո խոսքը այդ ջուրն է, որ մեզի մաքրում է։ Ամեն օր Աստծո խոսքը ցանկություն ունի, որ մեզի ինչ անի, մեզի մաքրի, մեզի լվանա։ Եվ եթե հավատացյալ ենք, ամեն օր Աստծո խոսքի մասին մտածում ենք։ Առաջի Սաղմոս հիշում եք ինչ է խոսում, հա։ Ասում է արդար մարդը օր եւ գիշեր Աստծո օրենքների մասին է մտածում։ Իր միտքը Աստծո օրենքների մասին է մտածում։ Եվ դրա պատճառով մաքրվում է, ամեն օր լվանում է Աստված իր խոսքի միջոցով մեզի։ Եփեսացիս 5-րդ գլուխ 26-րդ համարը ասում է որպեսի սրբացնի նրա մաքրելով ջրի լվացմամբ խոսքով։ Այդ որ ջուրը գալիս է, Աստծո խոսքը գալիս է եւ մեզի մաքրում է։ Եվ մեր քարոզի 4-րդ նյութը ինչ է Հիսուսը ցանկանում սովորացնել քամու մասին։ Գիտեք Նիկոդիմոսի հետ քանի բանի մասին խոսում է։
Մեկը հոգու մասին, մեկը ջուրի մասին, եւ երրորդ բանը, որ Հիսուս խոսում է քամու մասին է։ Եվ տեսեք ինչ ասում։ Մենք չենք կարող տեսնել քամուն, բայց տեսնում ենք նրա ազդեցությունը։ Քամին որ գալիս է, տերևները թափում են, այդպես չի։ Քամին որ գալիս է, փոշի է բարձրանում։ Քամին որ գալիս է, կարող է շատ բաներ քանդի տանի։ Քամին որ գալիս է, մենք զգում ենք, մեր մաշկի վրա զգում ենք, որ մի բան կատարվում է։ Եվ Հիսուս Քրիստոսը նմանացնում է հոգու գործը քամին։ Ծառերը շարժվում են, տերևները թրջում են, թափվում են, փոշին բարձրանում է։ Նույն ձևով մենք չենք տեսնում Սուրբ Հոգու մեր աչքերով։ Մենք Սուրբ Հոգու մեր աչքերով չենք տեսնում, բայց տեսնում ենք նրա գործը մարդկանց կյանքի մեջ։ Երբեմն եկեղեցում տեսնում ենք, ասում ենք, այս քույրը հոգով լսված մի քույր է։ Այս եղբայրը Սուրբ Հոգին իր մեջ գործում է։ Սուրբ Հոգին որ գալիս է, իր քամին որ գալիս է, այդպեսի մի գործ է կատարում։ Եթե ծննդոցը գնանք, առաջի գլխի մեջ ասում է, Աստված որ երկինքներն ու երկիր ստեղծավ եւ ջուրերը ստեղծավ, ասում է Աստծո Հոգին ջուրերի վրա շրջում էր։ Այսինքն ինչ, այսինքն ջուրերի վրա Աստծո Հոգին գալիս է եւ կազմակերպում է, ձևավորում է, կյանք է ստեղծում։ Եվ որ տեսնում ենք այդ խոսքի միջոցով, անմիջապես դրանից հետո ասում է կենթանիներ, որ ծովի մեջ կային ստեղծել։ Սուրբ Հոգին քամու նման գալիս է, որ մեր կյանքը տագնուվեր անի, մեզ մի նոր մարդ սարքի։ Փոխում է քամին մեր սրտերը եւ տանում է մեզ դեպի ապաշխարություն։ Սուրբ Հոգին գալիս է, մեր շփոթված միտքը կարգավորում է։ Մեզի տանում է դեպի ապաշխարություն։ Սեր Աստծո հանդեպը շատացնում է, հնազանդություն է տալի մեզի, խաղաղություն է տալի եւ Սուրբ կյանք է մեր մեջ ստեղծում եւ Սուրբ Հոգու քամին այդ նշանակությունն ունի։ Հոգի եւ քամին ինչ կապ ունեն իրարու։ Հուներենի լեզվի մեջ կարևոր բառը խոսում հոգու մասին, նիումա։ Նիումա բառը քանի բան է նշանակում։ Քանի միտք ունի, մեկը հոգին, մեկը շունչը, մեկը քամին, երեք բանի համար էլ օգտագործվում է նիումա բառը։ Դրա համար Հիսուսը օրինակ է տալի։ Շատ խոր իմաստով այս օրինակը բացում է, ինչպես քամին անտեսանալի է, բայց ինչ անում, զորավոր կերպով գործում է, բայց զորավոր է, ինչպես էլ Սուրբ Հոգին է այդպեսի անում։ Այսինքն, երբ որ Սուրբ Հոգու զորությունը գալիս է, մենք կզգանք։ Հույսով եմ, որ այդպես էլի։ Ով է միջով հիմա Սուրբ Հոգու քամին զգացի։ Հալելույա։ Հալելույա։ Թողնենք այդ բաները խնդրենք Աստծուց եւ Աստված կանի մեզ համար։ Սուրբ Հոգու այլ խորհրդանիշները, որ մենք ունենք եւ կարող ենք դրանց մասին էլ խոսանք, մենակ քամին չի։ Ուրեմն քամին այս գլխի երրորդ գլխի 8-րդ համարի մեջ է։ Եվ աղավնուն ենք մենք տեսնում, որ խաղաղությունով գալիս է եւ նստում է ումի վրա, նստում է Հիսուս Քրիստոսի վրա, Հիսուսի մկրտության ժամանակ։ Սուրբ Հոգին գալիս է կրակով, Աստծո ներկայությունը եւ զորությունը տեսնում են կրակի միջոցով։ Երկրորդ գլուխ գործարակելոց երրորդ համարի մեջ ենք տեսնում։ Յուղը Սուրբ Հոգին յուղին էլ է նմանում, որ ինչ անում, օծում է ծառայության համար, օծում է զորության համար, օծում է, որ մենք մեր կյանքը կարողանա օտարների համար կյանք ստեղծի։ Դրա պատճառով մենք պետք է Սուրբ Հոգու յուղը ուզենանք եւ Աստված կտա մեզ, որտեղ ինքը հավատարիմ է։ Ուրեմն այդպես որ ասացին քամին խորհրդանիշը Սուրբ Հոգու, որտեղ ինչպես քամին անտեսանելի է, բայց նրա զորությունն ենք տեսնում, այդպես էլ Սուրբ Հոգու զորությունը մենք չենք տեսնում, բայց իր ներկայությունը գալիս է եւ ագնուվեր անում մեզ։ Դրա գործը մենք կարողանում ենք հասկանալ։ Այս պատճառով Հիսուսը Նիկոդիմոսին ասեց. «Քամին փչում է, ուր որ կամենում է, այնպես էլ ամեն մեկը, որ ծնված է հոգուց»։ Ուրեմն Սուրբ Հոգին գալիս է, մենք չենք կարող Սուրբ Հոգուն
մեր ուժի տակ բերենք։ Սուրբ ոգին է որ գալիս է մեզի կոնտրոլի մեջ է բերում եւ մեզի կարողանում է առաջնորդի։ Հիսուսը բացատրեց, որ վերստին ծնված մարդը Սուրբ ոգու միջոցով առաջնորդվում է։ Ամեն։ Արդյոք առաջնորդվում ենք թե ոչ։ Այս ամեն նյութները ինչպես մեզ են քաջալերում այսօր։ Այսօր այս վերջի քաջալերան խոսքերն ասենք մեր կարոզի միջոցով։ Մեզի հիշեցնում է, որ մենք նոր կյանք ենք ստացել Քրիստոսում։ Ամեն։ Վերստին ծնված մարդը նոր կյանք ունի։ Հալելույա։ Ինչքան լավն է, որ մենք այդ նոր կյանքը վայելենք։ Հիշեցնում է, որ Սուրբ ոգին դեռ գործում է ամեն մարդի մեջ։ Եթե մենք ուզենանք, ամբողջ բաները եթե ունի։ Եթե մենք ցանկություն ուզենանք, ցանկություն ունենանք եւ հույս է տալիս, որ Աստված կարող է փոխել մեզի։ Պատահած ես աղոթում եմ եւ Սուրբ ոգին ինձ ասում է սպասիր, սպասիր, սպասիր։ Եվ որ մենք լսում ենք, որ Սուրբ ոգին ասում է սպասիր, ճիշտ կատես հույս է տալի մեզի, որ ժամանակ կա։ Ժամանակդ կգա, մի օր քո ժամանակդ կգա եւ դու կտեսնես։ Եվ Աստված փոխում է մեզի։ Հալելույա։ Աստված իր զավակների համար ինչ անում, վստահություն է բերում եւ մենք վստահում ենք Հիսուսին։ Վստահություն ունենալը Աստծո վրա ինչքան կարևոր է։ Եվ վերջի կետը Սուրբ ոգին սովորեցնում է, որ ամեն ժամանակ մենք վստահ ենք ամբողջ օրերում իմանանք, որ մենք Աստված մեզ համար ինչ անում, Աստված մեզ համար աշխատում է եւ դադար չունի, մեզ ինչ անի, դադար չունի մեզի այդ խոսքերը, որ խոստացել է մեզի փոխանցի։ Ամեն։ Հալելույա։